Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-ից 5-ը կլինի Հայաստանում։ Այսի շրջանակում Մակրոնը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, մայիսի 5-ին կմեկնարկի Մակրոնի պետական այցը։ Տեղի կունենա Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Փաշինյանը եւ Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։ Տեղի կունենա նաեւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Ֆրանսիայի նախագահի հանդիպումը։ Վարչապետն ու Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում, ճեպազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի Հայաստան այցի նպատակը նաեւ ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցություններն են։ Ուզում եմ ասել նաեւ, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաեւ Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոակտիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են թեժացնել։ Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը գերիների հարցը Ադրբեջանի հետ քննարկում է երկկողմ ձևաչափով եւ այնտեղ, որտեղ կտեսնենք, որ այլ ձևաչափով քննարկելու արդյունավետության պոտենցիալ կա, չենք խուսափի այդ ձևաչափով քննարկելուց, շեշտել է նա։ Հայաստանը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։